Ռուսական գազի գնի ու Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման վերաբերյալ նոր ուղերձներ Մոսկվայից։ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյևի անունից Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկվել է նամակ, որում նշվում է, Ռուսաստանը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղարկել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդների մատակարարման համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիության անդամակցության գործընթացը։ Ստացել ենք կեսօրից հետո, ժամը 3-ից հետո, ուսումնասիրեն մեր գործընկերները, կպատասխանենք ըստ անհրաժեշտության։ Քիչ անց Մարիա Զախարովան ՌԻԱ Նովեստիին ասաց, որ Ռուսաստանը Հայաստանին զգուշացրել է, միակողմանի կդադարեցնի կամ կչեղարկի Հայաստանի հետ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիության անդամակցության գործընթացը։ Դմիտրի Պեսկովն էլ խորհուրդ է տվել իրերը կոչել իրենց անուններով։ Ըստ Կրեմլի խոսնակի, էժան գազը Ռուսաստանի օգնությունն է Հայաստանին։ Արտոնությունը, որը ստանում է Հայաստանը, միշտ ինչ-որ մեկի հաշվին է, դա երկնքից չի իջել, դա Ռուսաստանի հաշվին է, դա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում և հետևանքն է նրա, որ հայ ժողովուրդը մեր եղբայրական ժողովուրդն է և կմնա այդպիսին։ Որպես օրինակ, Պեսկովը նշել է, որ երբ եվրոպացիները գազը գնում են $500-ից $800, նրանց ոչ ոք չի օգնում, ի տարբերություն հայերի։ Աստանը ԵԱՏՄ նիստին մեկնող Պեսկովին լրագրողներն օդանավում հարցրել են, կփորձեն համոզել Հայաստանին մնալ ԵԱՏՄ-ում։ Упрашивать, конечно, никто не может Армению, тем более, что они уже законодательно. Համոզել իհարկե ոչ ոք չի կարող Հայաստանին, առավել ևս, որ նրանք արդեն օրենսդրորեն կողմնորոշվել են, բայց իհարկե անհրաժեշտ կլինեն որոշակի պարզաբանումներ։ Մեզ համար կարևորն այն է, որ որևէ երկրի գործողությունները չվնասեն մեր ինտեգրմանը։ Ռուսաստանի փոխվարչապետը բացառել է Հայաստանի դեմ սահմանափակող միջոցների ընդունումը Աստանայում։ Օվերչուկն ասել է, որ պայմանագրի փոփոխության մասին խոսք չկա։ Պայմանագիրը փոխելու համար անհրաժեշտ է կոնսենսուս, սակայն Հայաստանը, ինչպես գիտենք, չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Այնտեղ շատ լավ հասկանում են և արտոնությունների և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը։ Միևնույն ժամանակ Օվերչուկն ասել է, որ Հայաստանի Եվրամիությանը միանալու ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը զգալի անորոշություն է ստեղծում, այդ թվում ռուս ներդրողների համար։ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք իրենց նպատակն են հռչակել մերձեցումը Եվրոպական միության հետ, անդամակցությունը Եվրոպական միությանը։ Բոլորը հասկանում են, որ դա անհամատեղելի է։ Սա նոր իրավիճակ է և այն անհրաժեշտ է գնահատել։ Ռուս պաշտոնյայի ասելով ձգտում են, որ տնտեսական հարաբերություններում որոշակիություն լինի, որքան հնարավոր է շուտ։ Իսկ Հայաստանն ըստ Օվերչուկի ակտիվ աշխատում է եվրոպական չափանիշներին և եվրոպական տեխնիկական կանոնակարգերին անցնելու ուղղությամբ։ Այս ռիսկերը կքննարկվեն Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովում, առանց Փաշինյանի, այնտեղ կլինի Մհեր Գրիգորյանը։ Օվերչուկը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետի առանձին հանդիպում Աստանայում նախատեսված չէ, բայց ոտքի վրա շփումը չի բացառվում։ Մարիա Հակոբյան, Էպիկենտրոն։